Հեսա կանջատեմ։ Բարի ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Ես գտնվում եմ Գյումրիի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Ոստիկանության վարչական շենքում եք գնում, դա անջատեք։ Ասեք ինչի համար անջատեմ։ Ինչը, որովհետև չի թույլատրվի ոստիկանության վարչական շենքում եք գնում։ Ինչի՞ չի թույլատրվի։ Որովհետև չի թույլատրվում։ Ես ասեցի։ Անջատեք, հա։ Օրենքը ցույց տվեք։ Անջատեք հեռախոսը, հեռախոսն անջատեք, հեռախոսն անջատեք։ Ինչ օրենք։ Դու տեղյակ չեք օրենքից։ Դե ասում եմ անջատեք հեռախոսը։ Չգիտեմ, ես ինձ ցույց տվեք, որ ես անջատեմ։ Ինչ չգիտեք։ Օրենքը չգիտեմ։ Դե անջատեք, հա։ Դե օրենքը բացատրեք, ցույց տվեք։ Ես դե ասում եմ, ոստիկանության շենքում եք գնում, չի թույլատրվում, անջատեք հեռախոսը։ Ցույց տվեք։ Ես եկել եմ այս ոստիկանության շենք։ Մի նկարեք շենքը։ Չեմ նկարում ձեր դեպքը ձեր։ Ես չեմ կպել, մի բաղավեք, ես չեմ կպնել։ Ձեր հեռախոսն է չեմ կպել, անջատեք հեռախոսը ձեր։ Ինձ ցույց տվեք օրենքի պահանջը, որով ես չեմ կարող այստեղ նկարել եւ ցույց տալ, թե ինչու եմ ես եկել այս վայր։ Ես եկել եմ Լիլիթ Աղեկյանի համար, Լիլիթ Աղեկյանին ձերբակալել են, վերել են այստեղ, ինձ ոստիկանություն զանգարեցին, ասացին, որ այստեղ է։ Ես նրա փաստաբանն եմ, եկել եմ ոստիկանություն։ Հիմա լավ եք արել եկել եք։ Դուք ներկայացեք։ Լավ եք արել, դուք ոստիկանություն ծառայող եմ, ես Ազգանուհի Զաքարյանն եմ։ Զաքարյան։ Այո։ Ես Զարուհի Փոստանջյանն եմ։ Ես շատ դուք մոտեցաք, ասեցի ուրախ եմ, լավ եք արել։ Շատ լավ եք արել։ Հիմա ես եկել եմ, ասեք։ Ինձ հարկավոր է տեսնել Լիլիթ Աղեկյանին։ Հա, մի քիչ սպասեք։ Հա, մի քիչ սպասում եմ։ Մի քիչ սպասում եմ, չէ, հա, երբ որ օրենքի պահանջը ինձ կցույց տաք, որ ես իրավունք չունեմ այստեղ նկարել, ես չեմ նկարել։ Կարող եք նստել։ Շնորհակալություն չեմ ուզում։ Ես նոր Երևանից եմ գալիս, Գյումրի եմ եկել։ Նոր Երևանից եկել եմ Գյումրի, Գյումրիում էլի սկսվել է Բեսպրիդելը։ Այստեղի դատախազ Չիչոյան կա, ով Լիլիթ Աղեկյանի տուժողն է, հավանաբար իր պատվերով նոր քրեական գործ են կարում իմ պաշտպանյալի նկատմամբ Լիլիթ Աղեկյանի։ Լրագրող, հետաքննող լրագրողի նկատմամբ, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տեղի ունեցող կոռուպցիայի, ապօրինությունների եւ տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ։ Գիշերով եկել են ներխուժել են Լիլիթ Աղեկյանի բնակարան եւ նրան ձերբակալման որոշման ներքո տեղափոխել են քննչական բաժին, հետո է բերել են ժամանակավոր պահման մեկուսարան։ Այս է հերթապահ մասն է, այս է ժամանակավոր պահման մեկուսարանի, տեսեք, խցիկներն են։ Կնոջը Չիչոյանի պատվերով այդ դատախազի, չգիտեմ դատախազա թե ով է, ով նաև իդեպ մեկ այլ քրեական գործով իմ պաշտպանյալի Լիլիթ Աղեկյանի տուժողն է։ Այստեղ նաև քննիչն է Միքայել Ավետիսյանը, ով նույնպես դիմեց փախուստի, այս քննիչը, չգիտեմ ինչու է փախնում, գործ կարող քննիչներից մեկն է, ով գործ է կարել Գագիկ Համբարյանի նկատմամբ։ Ու փախուստի են, նենց է փախնում են, ինչից եք վախենում, դուք եք չեք կարում այդ գործերը, ձեր անունով են կարվում այդ գործերը։ Շիրակի մարզի, այսպես կոչված Բեսպրիդելը Չիչոյանների, դատախազի, չգիտեմ դատավորների, քննիչների, ոստիկանության աշխատակիցների, այս կարող եք անել, գալ ներխուժել երկու կանանց բնակարան, տարեց մոր առջև, Լիլիթ Աղեկյանի, մայրիկի առջև, գալ բնակարան, ձերբակալել և տեղափոխել Լիլիթ Աղեկյանին, ուր ժամանակավոր պահման մեկուսարան։ Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարան են բերել։ Պատկերացնում եք, դարի հանցագործ են ձերբակալել։ Դարի հանցագործները գտնվում են Ազգային ժողովի շենքում, նրանց ձերբակալելու փոխարեն Չիչոյանը եկել է Լիլիթ Աղեկյանի հետևից։ Էս ինչ հերոս է, էս Չիչոյանը, էս ինչ մեծ հերոսություն ես արել, պարոն Չիչոյան։ Մեդալների, մեծ պատվոգրերի արժանի գործ ես արել։ Լիլիթ Աղեկյան ես ձերբակալել, ես ինչ ուժեղ տղամարդ ես դու, հերոս,
Շուշին ես գրավել, Լիլիթ Աղեկյան ես ձերբակալել, խայտառակությունները, հեսանայք, ոստիկանության բաժանմունքը, հեսել ոստիկանության բաժինն է, մի հատ ոստիկանապետ ունեն, չէ, այն որ ամբողջ դոշը Բրեժնևի մեդալներն է կպցրած, թե ոնց է Բրեժնևի մեդալները, դուք տեղյակ եք, այդ ձեր ոստիկանապետը այդ Բրեժնևի մեդալները որտեղից է հավաքել, կպցրել իր դոշին, գիտեք ինչ հերոսություն է արել մեդալները, ոնց է ստացել, դուք իմանաք, ես չգիտեմ, դուք շատ լավ կիմանաք, ձեր դեպքից երևում է, որ դուք ուժեղ իմացող մարդ եք, ձեր դեմքից երևում է, բարև ձեզ, դուք ով եք, կներկայանաք, այս ժամին էստեղ ինչ եք անում, դուք, Աշխատում եմ, ինչ եք աշխատում, ոստիկանությունում, ով եք, որպես ինչ եք աշխատում, բարև ձեզ, դուք բաժնի պետի տեղակալն եք, Լիլիթ Աղեկյանն ինչ եք բերես բաժին, ով է բերել, ոստիկանությունը, ինձ զանգարեցին, ասեցին բերել ենք, կանջադեք լայֆը կզրուցենք, Չեմ անջատում, որովհետև հանրությանը հետաքրքրում է, օրինակ Լիլիթ Աղեկյան, հետաքննող լրագրողին, ինչի եք բերել բաժին, ձերբակալման որոշման ներքո։ Ինձ զանգարեցին, ասեցին, որ բերել են այստեղ, ես եկել եմ, իր փաստաբանն եմ։ մենք չենք բերել, Ով է բերել։ Կարող են իմանալ, ով է բերել, ում հրամանի ներքո են բերել։ Կնոջը այս ժամին իր բնակարանից, այդ ինչ հրատապ դեպք է, որ նրան պետք է զրկեիք ազատությունից։ Բացեմ դուռը։ Ինչպես։ Կարող եմ բացել այստեղից, բացեմ։ Ձեր վրա եմ դուռը փակում։ Սուպերմեն տղամարդիկ են, տեսնում եք, ոստիկաններ են սուպերմեն։ Փոխանակ գնան ազգային ժողովի շպանային են, խուժաններին, որ բռնության կոչեր են անում, գժական են գնում, հոգեկան հիվանդությամբ տառապողներին, դեղանողներին բռնեն բերեն, ստեղ Լիլիթ Աղեկյան են, կին են բռնել բերել։ Դարի հանցագործ եք բռնել, հա, Լիլիթ Աղեկյանին եք բռնել։ Կներեք, ասեք, ասում եմ ձեզ։ Լիլիթ Աղեկյանին եմ ուզում տեսնել։ Մենք նոր ԶՊՎ կընդունենք անձին, հասկացանք։ Այսինքն, ում եք ընդունում ԶՊՎ։ Լիլիթ Աղեկյանը։ Լիլիթ Աղեկյանի նոր եք ընդունում։ Մոտ 15 րոպե բերել են, դեռևս գործողությունը չենք ավարտել։ Երբ ավարտեցին, մոտավորապես 1 ժամ առաջ ինձ զանգարեց ոստիկան, ներկայացավ անձնավորություն եւ ասեց, որ Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են այստեղ։ շատ բարի։ Թող ձեզնով քննիչը մի հատ հիմա քննիչի հետ խոսացեք, քննիչով թող ձեզ։ Ես քննիչին չգիտեմ։ Կներեք մի վարքան Ասեք, հա։ ասեք, էլի։ Քննիչով մի հատ գրություն տան, որ երևի դուք հանդիսանում եք Լիլիթ Աղեկյանին։ Բայց ես քննիչին չեմ տեսել։ Իսկ ձեր մոտ հաստատող կա։ Այո, հեսա իմ մոտ է։ Լիլիթ Աղեկյանը ինձ հետ խոսել է, ասել է, որ ես հաստատում։ Իմ մոտ կա, այո, հեսա, այստեղ է։ Վկայականն է կա, ակոնագրի պատճենն է կա, անձնագիրս է կա, ամեն ինչ բերել եմ։ Շատ բարի, սպասեմ։ Սպասում եմ։ Իդեպ ասեմ, այդ քնիչը գործ կարող քնիչ է, պատվեր կատարող, Չիչոյանի։ Կներեք ինձ ինչի է դակերկրում ընդամենը ես իմ իրավունքները։ Ես իմ պարտականություններս եմ կատարում օրենքի սահմաններում։ Ով ինչ է կատարում, ինչի կատարում, ինձ ընդհանրապես այդ հետաքրքիր չէ։ Օրենքի սահմաններում ես եկել եմ, Շատ ուզում եմ տեսնել մի պաշտպանյալից։ Միք ներկայացեք ով ինչ է անում։ Ես կոնկրետ կատարում եմ իմ պարտականությունը։ Դե ես օրվա հերթափոխի ավակը ես եմ կատարում։ կարող է նույն քնիչը իմ պաշտպանյալի նկատմամբ ապօրինի գործողություններ անել։
Յունու ժամանակավոր պահված, ինչպես, ինչի անջատեն։ Շենքից քուսեք եք նկարեք, հա։ Ինչու, բայց ինձ որտեղ է ասածը, որ այստեղ չի կարելի, հանրային վայրում եմ գտնվում։ Հանրային վայրում, վարչական շենքում է, պատասխանատվության շենքում է։ Շատ լավ, ոստիկանություն, բայց դուք չեք ուզում ձեր աշխատանքը լինի թափանցիկ։ Թափանցիկ է։ Որ ձեր կոռուպցիան կտեղեկանաք ամեն ինչը մենք ունենք լրատվության վարձում, թափանցիկ է ինչ պետք է թափանցիկ չի, ես հիմա ցույց չտամ, այստեղ մարդիկ են եկել, գիշերով ինչ եք անում, ինչ եք գիշերով Ինչ եք անում, ինչ ինչ եք անում, ոստիկանության ձերբակալման այս վայր ինչ եք կին բերել։ Ով է բերել։ Ոստիկանությունը, ասենց ինձ զանգարել է ոստիկանությունը, չգիտեմ Հա, լավ են արել, ես չգիտեմ, դե ճշտ է։ Դե փորձում եմ ճշտել, եկել եմ որ ճշտեմ, բայց ինչու եմ եկել եմ որ ճշտեմ, ես գիտեմ որ բերել են, բայց ինչու եմ բերել, մենք իրավասություն ունենք, մեր ՑՊՎ-ով պահենք անձանց։ Բայց դուք նաև իրավասություն ունեք իր փաստաբանին այնպես անել, որպեսզի նա տեսակցի իր վստահորդին, իր պաշտպանյալին։ Դուք այդ իրավասությունը նույնպես ունեք։ Մենք ով է ասա, մենք չենք անում։ Դե ես սպասում եմ։ Հա, դե սպասի։ Սպասում եմ, բայց ես սպասում եմ։ Այս հեռախոսն է պահել, որ հանգարց իմ նկատմամբ է բռնություն չգործադրեք։ Ձեզ էլ եմ լավ ճանաչում ոստիկանությանը։ Ոստիկանության են լավ փորով, մորով, հերոս պետին էլ եմ լավ ճանաչում։ Են որ մեդալները Բրեժնևի կապելա դոշին ման են գալիս։ Դրան էլ եմ լավ ճանաչում։ Այդ այս խցերից մեկը լավ նրան սազում է, իա վրայով այս խցերից մեկը պահեք, որպեսզի իրան տեղափոխեք այստեղ, ձեր ոստիկանապետին։ Ժամը 10-ն է, գիշերն է, և ոստիկան հերոսություն են արել, այս մեծ հսկա ոստիկանական շենքը սպասարկում են մի անձնավորության։ Նարկոտիկները ծաղկում են, նարկոտիկների հանցագործները վխտում են, ամբողջ հանրապետությունով մեկ, սպանություններ, ինչ տեսակի ասես հանցագործությունները բազմապատկվել են և ոստիկանությունը հերոս է բռնել իրենց պատկերացումներով։ Լիլիթ Աղեկյան է բռնել բերել ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան։ Խայտառակությունները, ուղղակի խայտառակություններ։ Քնիչն են մտել է այս սենյակ, այս միծակն են մտել։ Ստեղ մտավ քնիչը, ինչ գործ ունի այս սենյակում, ես չգիտեմ։ Տուրը փակեց, ահա։ Կբացեք։ Հա, Լիլիթ ջան։ Այդտեղ են մցրել քեզ։ Հա, ստեղ եմ ես, հանգիստ տեղի հոգո նկատմամբ բռնություն չեն գործադրել։ Հա, հասկանալի է։ Դուս եկեք, Ու դուս ով է գամ։ դուս տվեց ձեզի հասնեք ստեղ։ Բա ինչ, Դուս արեք։ ինչի դուս գամ։ Ով է ձեզ դուս Բա ինչ անեմ, Լիլիթը գորում է բղավները սեր եկել եմ, մի կպեք։ Դուս արեք։ Ինձ մի կպեք։ Դե ուրեմն դուս եկեք Դուս չեմ գալի, ես շենքում պետք է Դուս գտնամ։ արեք։ Չեմ դուս գալիս։ Դուք արդեն ներքի կանոնադրություն խախտում եք շենքում։ Այսինքն ձեր դե կորանտ է, դուս արեք։ Լիլիթը բղավում է։ Լիլիթը չի բղավում, դուս արեք։ Բղավել եք, ասենց որ իմ նկատմամբ գործ են կարում։ Ո՞վ։ Լիլիթը։ Հա ճիշտ է։ Ինչ է։ Դե ինչ կապ ունի Եկել ձեր։ եմ որ ճշտ եմ, բա ինչ եմ եկել այստեղ։ Դե այնտեղ չեք կարողանալու առաջ գնալ, եթե թողել եք դուք ինեք, թողել եք այստեղ կաննիկ Ես ես։ ինչ եմ, ես այստեղ փաստաբան եմ։ Հա, ուրեմն հարգել ենք ձեզ, կաննելը չի նշանակի որ կավետ բաժնի մեջ բռա։ Քնիչի մասին եք խոսում։ Ես քնիչին չեմ ճանաչում, ճշտ եք եթե փաստաբան եք։ Ով է։ Միքայել Դե Ավետիսյան։ հարցերը ուղեք քնիչին։ Դե ուղում էի, այնտեղ էի, մեկ է տեսնեմ մի Այդպես են ուղում, թարգելի փաստաբան։ Ուղում է ձեր քնիչը։ Ո՞ր սենյակում։ Այս սենյակում։ Բա Բացեք սենյակ տեսեք։ չէ։ Սենյակ է։ Սենյակ չէ, սա խալվում է։
Ես չգիտեմ որտեղ է։ Դուք ձեր տոնը դեռ Լիլիթն է։ Քնիչի ունի աշխատասենյակ է։ Հենց էստեղ է։ Հենց էստեղ է ձեր քնիչը։ Չէ, ոչ թե։ Տիկին ջան, բաժինը կարգ ու կանոն կա։ Ուրա մի րոպե ինչ գործ ունի քնիչը այնտեղ։ Հենց հիմա Ձեր բաշխում ինչ գործ ունի ձեր քնիչը։ ձայնը խանգարում է մեր աշխատանքին, վերևը աշխատում են Շատ լավ, ժողովուրդը։ ինչ գործ ունի ստեղ քնիչը։ Այսինքն Այդ քնիչը։ քնիչին հարցը ուղեք հարգելիս։ Ուղում է։ Քնիչն եկավ մեր քնիչից է, հարցը կողեք։ Հենա քնիչը մտել է տեղ։ Այդ ծակն է մտել։ Այդ ծակում է հիմա այդ քնիչը։ Ինչ գործ ունի տեղ այդ Չիչոյանի քնիչ Միքայել Ավետիսյանը։ Ինչ գործ ունի այդ ծակում։ Որտեղ այն քնիչում է Լիլիթն է։ Փաստաբան է, քնիչը ետ դուրս կգա, ձեր հարցերը ուղեք ոստիկանությունը։ Ինչի համար։ Գործ ունի այդ ծակում։ Այսինքն ինչ ծագում։ Հենց տենց դուք ինձ ասում Ծակ չէ, սենյակ է, իսկ Ես ինչի աշխատա։ ոնց մտավ այդ սենյակ։ Սենյակը։ Ոտամը Ես ձեզ նկատի չունեի, ձեր գործը։ Հարգելի հայրենակիցներ, հիմա ես գտնվում եմ Գյումրիի հիվանդանոցներից մեկի մոտ։ Լիլիթ Աղակյանին տեղափոխեցին այս շտապօգնության մեքենայով հիվանդանոց։ Այս չգիտեմ ոնց բացատրեմ Շիրակի մարզի գազանների գործողությունները։ Մի խայտարակ վիճակ է։ Եկել ենք հիվանդանոց, հիմա չգիտենք ինչ է կատարվում։ Ոնց են, ինչի բերեցին Լիլիթ Աղակյանին այստեղ։ Մեզ թույլ չտվեցին նրան մոտենալ։ Չենք իմանում ինչ է կատարվում, բերել են հիվանդանոց։ Հավանաբար այդ խոշտանգման հետևանքն է այդ քննիչի եւ այդ Չիչոյան դատախազի կողմից։ Բարև ձեզ։ Լիլիթ Աղակյանին որտեղ տեղափոխեցին, որտեղ ընդունարանը որ մասում է այստեղ է։ Չեք կարող մտնել դες, հատկապես կամերան միացրած։ Ուրիշ պացիենտներ էլ կան մարդիկ։ Հա, մենք պացիենտներին չենք նկարում, մենք խնդիր չունենք։ Ինչպես։ Չեք կարող չնկարել, որովհետև դիմացը պարտավոր է։ Մեզ չեն թողում ընդդեմ մտնել։ Այս դասան որ չեք կարող մտնել։ Բարև ձեզ։ Կամերան միացրած։ Շատ վատ ենք, չէ։ Լիլիթին են բերել Աղակյանը այստեղ։ Իմացա։ Խոշտանգված վիճակում Չիչոյանի ձեռագիրն է։ Շիրակի մարզի խայտարակություն է, էլի։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որ կարող են ժամը 7-ին ներխուժել։ Չի տարել, օրակույր։ Ես քեզ մոլակում Չի տարել։ Չի տարել։ հասկացա։ Ինձ ոստիկաններն են, ես էլ ուղեկցողն է։ Չհասկացա։ Երևի зарядка кончилась։ Ուզում եք նստեք այնտեղ։ Քոնելյանան քեզ սա։ Դուք նստեք այնտեղ, ուզում եք մի հատ նստեք։ Մեծ հանցագործ են բռնել։ Թուրք են գալի։ Թուրք են բռնել, հա։ Բարև ձեզ։ Ձեզի պես է պաշտպանում։ Դա համար я ни перед чем не встану. Я ни перед чем не встану. Բարի հանցագործ են ձերբակալել։ Չիչոյան տուժվածքը Լիլիթ Աղակյանից նոր գործ է նախաձեռնել։ Վաղն էլ պետք է տանեն կալանավորման որոշման քննության դատարան։ Մինչև հիմա էլ այդ քննիչ կոչեցյալը ինձ դեռ չի ներգրավել որպես փաստաբան։ Ասում է ես իբրև թե վկա եմ եղել։ Не поняла.
Իբրև ես վկա եմ եւ իրավունք չունեմ ներգրավել որպես հաստատման պաշտպան։ Դու որպես վկա չես եղել։ Այսինքն երկու մարդ կա, որից Չիչոյանը ահա որ սարսափում է։ Իմ պաշտպան լինելուց եւ Լիլիթ Աղեկյանի հետաքննող լրագրող լինելուց։ Չիչոյանի վախը բռնվել է։ Այսօր լիաբախի պահապաններն են։ Նայեք։ Ինչ լուրջ դեմքերով պահապանություն են անում։ Ոստիկանական բեսպրիդելը, խայտառակությունը, Աննա Վարդապետյանի խայտառակությունը Շիրակի մարզում։ Կանեն ոստիկանության բաժանում, դուք եք ասել, դուք ով եք, դուք ով եք, ով ասել, դու եք հիվանդանության Անվտանգություն եմ կամած, հա, ձենը ցածիկ։ Հիվանդներ կան, կամած, դիկտորական կուլտուրա է։ Ինչի Չիչոյանի կպադրած վախեցա։ Հա, դուք եք Աննա Վարդապետյանը։ Հարգելի, հիվանդանություն եք գտնվում։ Ոչ մեկից էլ չենք վախենում։ Այնը ո՞նց եք վախենում։ Հարգելիս մի պայեք ինձ վրա։ Ինչի՞։ Թող բոլորը իմանան, ճանաչեն ձեզ։ Հա թող ճանաչեն, վախենալու ոչինչ չունենք։ Ոնց է, այնը ոնց ունի։ Հարգելիս մի քիչ կամած։ Հիվանդանոցի բնականon աշխատանքը մի խանգարեք։ Ձեր բարձր ձայնով։ Հարգելիս։ Դուք մի խանգարեք։ Դուք մի խանգարեք։ Դե հեռու տարեք։ Ինչի հեռու տանեմ։ Ձեր դեմքը Մտցրել ես բերանս, որովհետև հեռու տարեք։ մի բղավի։ Մի բղավի։ Պրովոկացիա մի կարեք։ Չի կարեք։ Ինչի՞ ես եկել այստեղ։ Ձեր գործը չի։ Բա իմանանք ոնց մեր գործը չի։ Լիլիթ Աղեկյան եք բերել, Սարոյան եք, թե ով եք։ Ինչ եք բերել հետաքննող լրագրողին կալանքի տակ պահում։ Հիվանդանոցի անվտանգությունը ոստիկանություն վեթար է։ Ես իմացել եմ։ Նայեք սրա պահվածքի։ Չի ուզում նկարվի, անվտանգությունը եւ չի ուզում նկարահանվի։ Սա էլ նույնպես։ Սա չէ ձեր համար։ Սա ոտիցդ գալուխ ես։ Դա քեզ կարգի հրավիրի։ Քեզ չէ ձեզ է քո համար։ Եթե դու փաստաբանեք, դա չի նշանակում, որ ձեզ պետք է իրավունք վերապայեցնել։ Ոստիկանության ծառայողի հանդեպ անհարգած վերաբերմունք դրսևորեք։ Չի կարելի։ Դուք ինչ ծառայ։ Հարգելիս կին արմատը չի կարելի։ Այսինքն որն է չի կարելի, որն է մեղքը դու ես։ Եկել եք պրովոկացիա եք անում, Այն էլ որի։ ինչ մեղք ես։ Ոտիցդ գալուխ ես։ Դա այնքան ես մեղք, որ չես իմանում, որ կանգնես այդտեղում։ Это мой родитель. Գիշեր ժամը 12:30 կանանց քաշ են տվել ուր հիվանդանոց եւ ոստիկանություն։ Դու պատկերացրեք այս քոսոտ իրավապահները Շիրակի մարզի այս ոչլոտները ամեն մեկը մի ոչլոտ ոնց են հարձակվել կանանց վրա
Նենց են հարցակվել, որ կինը մի քանի ժամ գտնվելով ոստիկանության բաժանմունքում տեղափոխել են արդեն հիվանդանոց։ Խայտառակությունը։ Շիրակի մարզի խայտառակությունը։ Ամբողջ Շիրակի մարզի կրիմինալը ծաղկում է, դեղը տարբեր տեղերում, վայրերում դնում են այս ոստիկան կոչեցյալները իրենց նախաձեռնությամբ և հովանավորչությամբ, բայց ձերբակալում են հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Սպասում ենք, տեսնենք երբ են ինչ են մեզ պատասխանելու։ Խայտառակությունը, հիմա ոստիկան տանում են հիվանդանոց։ Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը կանգاد է ներկայացել։ Ստուգվի հիվանդանոց։ Ինչ, բայց ինչ եղավ, խփել են գլխի։ Ինչ են արել, բայց ինչ էր ինքը բղավում։ Ինչ ա եղել։ Ես եմ լսել բղավոցները։ Բայց ինչ եք բղավում, առանց այդ մարդը այդ բացիճակում է։ Կանգاد է ներկայացել, կանգադի իմանբարը։ Ինքը հիվանդանոց է գնում, տիկին պոստանջան, կարող եք։ Հայ, տեսակ սիկուզեր ստեղծելի։ Սաղ ծեյծել են, ջարդել են, հիմա քաշքրտում են։ Հլնդեն այդ, ոնց են քծե գետին։ Խուժան են այդ մարդ, ինչ խուժան են։ Խուժաններին որտեղից են կտե բերել։ Վիրավորանքները։ Ինչ վիրավորանքներ է։ Չիչոյանների, չգիտեմ ու ծառաներն եք։ Давай поедем с ними. Давай поедем с ними. Հիմա посмотримся, нас не пустят туда։ Անձը կանգاد է ներկայացել, կանգاد է իա կանգադի հիման վրա, որ սիրտս ուժեղ է սարկու, ոչ ոք չի բռնացել։ Որ իրականում մեքենան ի սկզբանե էստեղ ա եղել, ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Սխալ բան է կան։ Ինչն եմ սխալ բան ասում, մարդուն խոշտանգել եք հիմա այդ ամեն հիվանդանոց։ Ով է խոշտանգել։ Ստե ոստիկանությունում եւ ոստիկաններն ու քննիչը։ Ոնց է սուտ տեղեկություն։ Դրա համար է քննիչը չի ներգրավում փաստաբանին։ Թողեք այդ իմ իրերը վերցնեն։ Այս սանք պետք է փոխանցեն քննիչին։ Քննիչին քնչալանի կաբինետում։ Ստեղ ոչ ձեր պաշտպանյալը կա, ձեր ասած։ Փաստորեն են հանրային պաշտպանը յակեղտու գործը արեց, հա։ Մնացածը դուք գիտեք տալիս։ Դու օգնեք ինձ արել։ Պետք չի։ Հենա օգնեցիք, շատ լավ օգնեցիք։ Հենց օգնեցիք, որ տարան հիվանդանոց Լիլիթի։